Պարոն Փամբուկչյան, Ռումինիայում արդեն երկրորդ անգամ մեկնարկում են նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Նախկինում Սահմանադրական դատարանը մերժել էր Կալին Ջորջեսկուի եւ Դիանա Սոշո Ակայի տեխնացությունները։ Պաշտոնական պատճառն այն էր, որ վերջիններս խախտել են, անարգել են սահմանադրությունը եւ ժողովրդավարական նորմերը։ Ընտրությունների առաջին փուլում հաղթած Ջորջեսկուին ձերբակալել են փողերի լվացման մեղադրանքով, բավականին մեծ աղմուկ բարձրացավ։ Նա հիմա էլ է շարունակում անազատության մեջ մնալ եւ իրականում ինչ է տեղի ունեցել նախորդ ընտրությունների ընթացքում։ Ինչ դեսնվեցավ այդ ընտրություններուն եղավ շատ խոշոր intrusion coming from artificial intelligence used in several networks. Ուրեմն as intrusion-ը շատ թյուրուն գրծավ փոխե մարտիկներուն կապարները, որովհետև երբ որ տուն օրինակ երտաս ունիս 10 5-10 սայթեր որտեղ գտնես քու կապարներդ եւ մյուս տեղը գան 10,000 20,000 սայթեր որը հարցակին բոլորը մարտիկներուն մյուս կապարներուն հետ գործընծված է եւ ասիկա օրենքներով ուրեգան եվրոպական միությունին մեջ ասիկա անգարելի է որ գարենաս Պաշտպան balance ունենաս բոլորները ունենան նույն չանսը նորեն ինչ գտնվեցավ որովհետև հոս հիմա դեռ բան դեռ պոլիսը եւ juridical system-ը դեռ գտնա տեսակ բաներ գտնվեցավ շատ զենքեր որ պատրաստված էին եթե չլակը լին Ջորջեսկուն տեսակը չեմ գիտեր ինչ ասեմ տեսակը civil war հանեն կդան շատ դրամներ որ գուկան դեսան որ գուկային եւ շատ մեծ մաս մգուկար բան սեմ անցյալ սովետական միությունին կողմեն Ռուսիա Բելարուս հիմա as նոր կամպայնի մեջ հիմա ունինք երկու հոգի ուր աստեղեն ունեն դրամները եւ ունին շատ դրամ disproportionately more than a political party can have in a campaign եւ անոր համար as երկրորդ տուրը բջացվա ինչ եղավ as երկու տուրերուն մեջ անցյալ դեկտեմբերին մեջ մինչև հիմա անանք բամը չբադախվեցավ եւ ասիկա շատ զարմանալի եղավ ռոմանացիներուն համար բայց ոչ միայն ռոմանացիներուն համար գերմանացիները շատ սորվեցան as բոլոր ինչ խանտբեցավ ինչ եղավ ռոմանիային մեջ եւ ֆրանսացիները նույն անգլիացիները նույն եւ դեսանք հիմա դեսակ reports that were done by their services related to this kind of intrusion into the elections in Romania. So we have our reports of the Romanian services and the reports of the British, German, and France services, which is not very good. It's not normal to have something like that
in such an environment. It is not normal at all in a normal political environment. Պարոն Պամբուկչյան, այնինչ մենք գիտենք Ռումինիայի ընտրությունների մասին, նախորդ ընտրությունների մասին, որոնք ձախողվեցին, դա պատմություն էր այն տեխնացուի, ով TikTok-ում կազմակերպեց իր քարոզարշավը։ Այո, TikTok-ը ունեցավ առաջին նախադեպներ, որ որևէ տեխնացու քաղաքական ընտրություններում, նախագահական ընտրություններում կարող է 0 դրամ պատնել իր քարոզարշավի վրա։ Հիմա սահմանադրական փոփոխություններ պատրաստվում է անցկացնել երկիրը, որպեսզի նման օրինակ նախադեպերի ժամանակ որևէ իրավական լուծում լինի։ Շատ դժվար պիտի լակիտնակ, որ բոլոր ինչ բադախվեցավ եւ ինչ կբադախվի դեռ գարենաս հասկնաս եւ լավ analyze մնես շատ դժվար է։ Ես ունիմ it's a kind of white paper that was published by a German NGO about the situation in Romania. I will send you if you are interested in. That is extremely deep compared with what we are doing now, but extremely superficial compared to the real dimension of this kind of attacks. It's almost a war situation. Եվ երբ են սպասվում ընտրությունները։ Նոր ընտրությունները պիտի ունենան ամիսը հետո։ Եվ չեմ գիտեր, եթե ժամանակ գա, ես ասի, որ ժամանակ չգա, որ բոլոր աս ինչ կբադախվեցավ հասկնանք եւ նայենք ինչ պետք է անենք, որ նորեն չբադախվի։ Չեմ գիտեր, եթե ժամանակ գա, բայց բոլորը գուզեն ընտրություններ հիմա, օքեյ, պիտի ունենան ընտրություններ հիմա։